Free News-ի եթերում հերթական լուրերից դուրս քննարկումն է այսօր տաղավարում իմ հյուրն է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի падգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Բարև ձեզ Տիկին Հակոբյան։ Ոնց եք դիմանում այս վազվզոցներին, որտեղ ես ինչքան տեսնում եմ անդադ վազվզոքի մեջ եք։ Մենք կոփվել ենք եւ առանց այս տեմպի արդեն անհետաքրքիր է։ Հա, նույնիսկ այս պաուզան հիմա դարձել է անհետաքրքիր, չէ՞։ Դե մենք պաուզա չունենք։ Բացարձակ չունենք։ Ես ձեր տաղավար գալիս եմ էլի։ Չէ, նկատի մարզային։ Քաղաքական, իդեպ դրանք շարունակական են լինելու եւ արդեն մինչեւ անգամ համապետական ընտրությունների քարոզարշավը մենք էլի մեր խոստացած այդ այցերից կփորձենք էլի ունենալ, բայց մեր օրակարգը շատ բուռն է, ակտիվ է եւ դա լավ է։ Քաղաքական ուժերը սկսել են օտար լեզուներով դիմել օտար երկրների ղեկավարներին։ Չեք պատրաստվում դուք էլ նման դիմում տեսագրեք։ Մենք օտար լեզուներով դիմում ենք օտար երկրներին, միջազգային խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, տարբեր ժողովի անդամ ենք, այո, եւ դրա հնարավորությունը ունենում ենք։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստան ցուցակի առաջի համար վարչապետի թեկնածու Նարեկ Կարապետյանի հորեղբոր որդուն, ապա ենթադրում եմ դա նկատի ունեք, որ ֆրանսերենով դիմել էր Մակրոնին եւ ասել էր, որ ինձ տուն է հրավիրում, սա իհարկե շատ ծիծաղալի է, որովհետեւ եթե չգիտեն մեր հեռուստադիտողները, տեղեկացնեմ, որ Սամվել Կարապետյանը փողերի լվացման եւ այլ սենսացիոն սկանդալային գործերով է անցնում Ֆրանսիայում եւ նրա գույքն է անգամ կալանքի տակ։ Էլ չեմ ասում, որ, այո, էլ չեմ ասում, որ Սամվել Կարապետյանը նաև դատի է տվել Ֆրանսիային եւ Մակրոնին հրավիրելուց առաջ, որպեսզի անհարմար դրություն չլինի, ճիշտ կլինի հայցը հետ վերցնել, այո, որտեվ Հայաստանի հայկական հյուրասիրությունը եւ հյուրընկալությունը մի քիչ այլ բան է ենթադրում։ Շատ լավ։ Իդեպ նրանք իբրև հաջորդ վարչապետի մոտ էին հրավիրում այցի Մակրոնին, հա, հանդիպման, բայց այս ուժերը անգամ վախենում են, որ 10% շեմը չհաղթարեն։ Գիտեք, որ 3 ԿՀ ներկայացրեց ուժեղ Հայաստանը իր նախընտրական ցուցակը, մենք տեսանք, որ դաշինքը 3 կուսակցությունների դաշինք է, ոչ թե 4, այսինքն այն վերջին որ ապրելու երկիրը միացավ, տենց ուղղակի ձուլվել է, չի միացել, էլի չկա։ Եւ սա նրա մասին է խոսում, որ 3 ուժով են կոալիցիա ստեղծել, որովհետև մեր սահմանադրության մեր ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ 3 կուսակցությունների դաշինքի համար անցողիկ շեմը 8%-ն է, 4 եւ ավելի դաշինքի կուսակցությունով դաշինքի համար 10%։ Այսինքն, եթե դու ունես, ենթադրենք 4-5 կուսակցություն, որոնք քեզ միացել են, ինչու ես դու ֆորմալ առումով 3 կուսակցությունների իբրև դաշինք ներկայանում։ Իհարկե շատ ինձ ոչ ոք չի մեղադրի, եթե ես ասեմ, որ վստահաբար նրա համար, որ խնդիր ունեն 10% շեմը հաղթահարելու։ Տեսեք, առաջիկա ընտրություններում հիմնական ֆավորիտները ինքնըստինքյան պարզ է բոլորի համար, դրանք ԿՊՄ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուժեղ Հայաստանը, բայց առանց Սամվել Կարապետյանի, հա, սահմանադրություն եւ օրենք հաշվի առնելով, Բարգավաճ Հայաստանը այնտեղ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Ես մի այսպիսի հարց եմ ուզում տալ ձեզ, ըստ ձեզ ինչում են եղել սխալ եւ ինչում են եղել ճիշտ այս բոլոր ուժերը, հա, փորձենք մի փոքր ասենց վերլուծենք։ Օրինակ ԿՊ-ն։ Եթե դուք Սերժ Սարգսյանի հայտարարությունը ինչ նկատի։ Մինչև Սերժ Սարգսյանի հայտարարությունը եթե մենք տենց գլոբալ վերցնենք, մենք շատ երկար կարող ենք խոսել, մենք այս ողջ ընթացքում ինչ ասել ենք հիմնականում հենց ճիշտ էլ դուրս ենք եկել եւ բացահայտել ենք հենց ձեր նշած մարդկանց ասած ստերը, այսինքն նրանք ինչ ասել են, սխալ են դուրս եկել։ Դրա համար մի քիչ շատ գլոբալ է ձեր հարցը։ Մեր ճիշտ դուրս գալը դե կարելի անվտանգությանից սկսել, ինչի մասին որ խոսել ենք, մեզ այսօր շատ են մեղադրում, շարունակում են ընդդիմադիրները շահարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը ընդունելու համար, այսինքն ասում են, որ մենք պետք է
Հայաստանի տարածքները չճանաչենք, շարունակենք Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ ներքաշվենք նաեւ հայաթափման օրերին, այո, հայաթափման օրերին նաեւ ներքաշվենք Ադրբեջանի հետ պատերազմում, բայց այս գոնե ընթացքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք դուրս եկել եւ պահել ենք Հայաստանի Հանրապետության շահը եւ մեր լեգիտիմության շրջանակում չենք ներքաշել Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ եւ փորձել ենք խնդիրը լուծել, այն խնդիրը, որը առաջացրել էին նախկին իշխանությունները տարիներ շարունակ եւ այն խնդիրը, որը առաջացրեց այդ նույն նախկին իշխանության արդեն որպես ընդդիմություն աջակցությունը Ղարաբաղում իշխանություն վերցնելու եւ Ղարաբաղը լուծարելու։ Սա գոնե այս 2 տարվա կրակոցների լռությունը ցույց է տալիս եւ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք եւ սրա վրա է, այս խաղաղության վրա է, որ պետք է հիմնվի մնացած թեզերը եւ սա է ամենակարևորը, որի վրա արդեն կառուցվելու է մեր մյուս ծրագրերը եւ եթե չլինի օրինակ խաղաղություն։ Եթե խաղաղություն չկա, եթե սպառնալիքներ կա, եթե պատերազմ կա, ում է հետաքրքիր մեր այդքան կարևոր կառուցած 300 դպրոցը։ Մարդուն արդեն կարևոր չի, որովհետեւ դպրոց չի գնալու, ինչ կարևոր է ինչ դպրոց է այդտեղ կառուցած։ Այսինքն անգամ այդ կարևոր ծրագիրը 300 դպրոց 500 մանկապարտեզի իմաստ է ունենում, եթե կա այդ խաղաղությունը։ Եվ սա է ամենակարևորն ու գլոբալը, որի մասին պետք է խոսել եւ պետք է այս առիթն օգտագործել եւ քաղաքացիներին խնդրել, որ եթե կարևորում են խաղաղությունը, գնան ու տեր կանգնեն այդ խաղաղությանը, որովհետեւ այդ խաղաղությունը դեռ նոր է։ Շատերը անգամ չեն նկատում կամ նկատելու չեն տալիս այդ խաղաղությունը։ Հատուկ ոչ հատուկ հեշտ են սովորում։ Չէ, նկատելու չեն տալիս, ասում են դեռ սա խաղաղություն չէ, այսինքն այլ կերպ են պատկերացնում, որովհետև այդ խաղաղությունը նոր է եւ փոքր է։ Մանուկ խաղաղություն ունենք մենք մեր պետությունում եւ այս խաղաղության մասին պետք է հոգ տանել, պետք է իրեն սնել, խնամել, մեծացնել ու դարձնել ինստիտուցիոնալ խաղաղություն ու դա պետք է անել ընտրություններին տեր կանգնելով խաղաղությանը, որովհետև այլ ուժերը ցույց է տալիս նաև նրանց ծրագրերն ու խոսույթը չեղարկելու են ինչ որ կա, նրանք դրա մասին բարձրաձայն խոսում են։ Ընտրությունները դա նաև քննություն է, դա նաև արածների համար պատասխան տալու ժամանակաշրջան է, նաև խոստումների մասին, հա, այ օրինակ խոստումների որքան մասն է ձեզ իրականացել, որքանը մնացել է դեռևս, չգիտեմ, ծրագրի տեսքով դիցուկ։ Տեսեք, կարևորագույն նպատակը եւ խոստումը եղել է խաղաղությունը 21 թվականին։ Մենք դրանով ենք գնացել եւ հպարտությամբ ուզում եմ ասել, որ խոստում տալու ժամանակ մենք չենք կարող պատկերացնել, որ այս հաշվետու ժամանակաշրջանում մենք նման արդյունքներ ենք արդեն արձանագրած լինելու, որովհետեւ դա շատ երկարատև ու շատ ջանք պահանջող բան է։ Այսինքն մենք այդ մեծագույն մեր պարտավորությունն ու խոստումը գերակատարել ենք։ Կան ծրագրում կետեր, որոնց չենք կարողացել համապատասխանել, իհարկե կան։ Կան կետեր, որոնք չկային, կան դրույթներ, որոնք չեն եղել, խոսք չենք տվել, բայց իրականացրել ենք, իհարկե։ Իսկ ասվել էր այդ նախընտրական նախորդ ծրագրում, որ մենք պետք է օրինակ թրիփ ունենանք, ասվել էր, չէ։ Մենք շատ բաներ կա, որ չէինք ասել, բայց արել ենք, որովհետև դրա հնարավորությունն եղել է։ Ու շատ կարևոր է ճկուն լինելը նաև քաղաքականության մեջ, որովհետև դու ասես, չէ, ես չեմ խոստացել նման բան նախընտրական ծրագրով եւ կառավարության ծրագրով, ուրեմն չեմ կարող այս լավ բան անել, որովհետև ես պարտավորված եմ անել այն, ինչ որ գրված է իմ ծրագրում։ Եթե իմ ծրագրում գրված է, որ ես պետք է 5000 դրամ թոշակ բարձրացնեմ, ես կարող եմ 10-ը բարձրացնել, չբարձրացնեմ 10-ով։ Կամ առողջության ապահովագրություն կամ ամեն բոլորը, ասենք տարվա վերջին ես գիտեմ, որ մենք 300-ից ավելի դպրոց ենք ունենալու շահագործման հանձնված։ Մենք խոստացել ենք 300-ը չկառուցենք այն օրինակ 17-ը, որ հնարավոր է որ մենք գերակատարենք մեր ծրագիրը։ Այսինքն պետք է ճկուն լինել եւ այդ շրջանում մաքսիմալը կարողանալ քաղել կամ տնտեսական աճը, չէ։ Մենք կանխատեսում ենք ունենում տնտեսական աճի, բայց ավել է ստացվում։ Ինչ անենք։ Արհեստականորեն զսպենք տնտեսությանը, որ չաճի։ Չէ՞ որ այդ աճը հավելյալ բարիք է նաև քաղաքացիների համար, դա արտացոլվում է մեր բոլորի կյանքում։ Ուզում եմ ասել, որ եթե խոստումներով հատ-հատ գնանք, շատ բաներ դուք կտեսնեք գերակատարած, շատ բաներ կտեսնեք, որ հնարավոր չի եղել իրականացնել։ Եվ եթե խոսակցությունը բացվի եւ մեր քաղաքացին մեզ հարց տա, մենք սիրով պատասխանենք, որովհետեւ բոլոր դեպքերում մենք ունենք դրա պատասխանները։
Շատ լավ, եւ իհարկե այս ցուցակը, որ ես ընթերցեցի, հաջորդը ուժեղ Հայաստանը։ Այ օրինակ ուժեղ Հայաստանը հենց այսօր չէ հայտարարություններ արել հանձնես Սամվել Կարապետյանի։ Գիտեք, ռուսաստանցի օլիգարխը մտածում է, որ հատկապես Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո իր մասին ռուսական անձնագրերով ռուսամետ ուժերին քաղաքականություն թողնելու ինքը կկարողանա ջրել, եթե 105 հատ դրոշ շարի Հայաստանի Հանրապետության իր ուղերձից առաջ։ Այսինքն դա թույլ տվեք ասել նման է մանկամտության, էլի, որովհետև ինչ ասվել է, բոլորը գիտեն ինչ անձնագրով ես դու, ռուսամետ ես թե ոչ, ամեն ինչ բոլորը գիտեն։ Եվ հիշում են նաև, որ այդ աղետալի 44-օրյա պատերազմի օրերին դու կողմերին էիր կոչ անում, կողմերին կոչ էիր անում նստել բանակցությունների սեղանին։ Ինքը իրեն երևակայել էր, չգիտեմ, ինչ մի անկախ դիտորդ, մի երրորդ երկիր, թե բան, ինչ որ միջազգային կառույց, ես չեմ հասկանում։ Այսօր էլ ինքը հայտարարում է, ասում է, ես կերաշխավորեմ խաղաղությունը։ Այսինքն այդքան, որ Հայաստան դաշինքը, Հայաստան չէ, չնայած ինչ տարբերություն։ Ուժեղ Հայաստանը, որ ասում է երաշխավորված խաղաղություն, բոլորի մոտ Հայաստան բառը կա։ Իրանք ուղիղ նկատի ունեն, որ այդ երաշխավորը Սամվել Կարապետյանն է, հա, ինքն իրեն դրել է ինչ մի երրորդ երկրի կամ կառույցի տեղ։ Ընդհանրապես մի քանի անձնագրերով մարդ է, որը նաև տարբեր գործերով է անցնում, հենց Եվրամիությունում, օրինակ, չգիտեմ, անցնում է փողերի լվացման որևէ մի սկանդալային գործում է ներգրաված։ Տեսեք, օրինակ, հենց դրա բերումով էլ ինքը Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելը հեշտ չի լինելու, որովհետև այն կարգավորումը, որը Եվրամիությունում գործում է, այդ պարտավորությունը դա ոչ մեկ օրվա, ոչ մեկ ամսվա, ոչ մեկ տարվա գործընթաց չէ, դա շատ երկար է տևելու։ Եվ այն կուտը, որ փորձում են տալ, որով փորձում են կերակրել մեր հասարակությանը, իրենց կոկորթում է մնալու, որովհետև տարիներով, եթե անգամ դեռ մենք չունենք էլ ապացույց, որ Սամվել Կարապետյանը ուզում է հրաժարվել իր քաղաքացիությունից։ Տեսեք, այնպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական դաշտում, ներքաղաքական կյանքում կան խորհրդարան անցնելու հավակնություն ունեցող ընդդիմադիր 3 ուժ՝ Հայաստան դաշինք, Ուժեղ Հայաստան եւ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այո։ Եվ այնպես է ստացվում, որ այս 3 ուժերից ընդամենը 1 վարչապետի թեկնածու կա։ 1։ Միայն Ռոբերտ Քոչարյանն է առաջին համար, որ ասել է ինքն է վարչապետի թեկնածուն։ Որովհետև Ուժեղ Հայաստանի առաջին համար Նարեկ Կարապետյանը վախենում է անգամ, երբ որ լրագրողն ասում է, չէ, ես վարչապետի թեկնածու չեմ։ Իրենց թիմը այդ նախադասությունը վախենում է ասել, կրկնել, եւ երբ որ անգամ լրագրողի կողմից հնչում է, իրենք արձագանքում են, որ ոչ, մենք կազմակերպիչ չենք, ֆասիլիտատոր ենք, կուրատոր ենք, ամեն ինչ է Նարեկ Կարապետյանը, բայց վարչապետի թեկնածու չէ։ Եվ կա ԲՀԿ-ն, որի առաջին համար Գագիկ Ծառուկյանն ասում է, ես չեմ մտնի, ես վարչապետի թեկնածու չեմ։ Ոչ մի դեպքում ես քաղաքականության էջը էլի փակել եմ, բացում փակում է, բանա, չգիտեմ ինչ է, բացում փակում ըստ անհրաժեշտության կամ հրահանգի դրսից։ Ահա։ Եվ այնպես է ստացվում, մի Ռոբերտ Քոչարյան կա։ Բայց դուք կասեք, շատ լավ, բայց կարող են իրենք իրենց ցուցակից այլ մարդկանց ունենալ որպես թեկնածու։ Կհամաձայնեմ ձեզ հետ։ Եվ կասեմ, շատ լավ, առաջին համարները ինքնաբացարկ են անում, այլք նայենք երկրորդ համարներն ով են։ Ուժեղ Հայաստանի դեպքում Անդրանիկ, չէ, մյուսն է, Վարդևանյանն Արամն է, որը, ինչպես գիտեք, այս գումարման խորհրդանում ինձ հետ նստած է եղել խորհրդանում որպես Հայաստան դաշինքի падգամավոր եւ հիշում եք ինչ ջերմեռանդորեն էր պաշտպանում Ռոբերտ Քոչարյանին եւ գիտենք նաեւ որ նրա մանդատը դնելուց հետո պահպանվել են ջերմ հարաբերությունները, որևէ կոնֆլիկտի մասին չենք լսել, չի հայտարարվել եւ այլն։ Նայենք Գագիկ Ծառուկյանի երկրորդ համարին։ Գագիկ Ծառուկյանը ինքնաբացարկյալ է։ Երկրորդ համարը ով է Եվս ինձ հետ այս խորհրդարանում ընդդիմադիր աթոռներին падգամավոր նստած Անդրանիկ Թևանյանը, ում նույն Ռոբերտ Քոչարյանը աջակցեց, երբ որ նա գնաց եւ փորձեց Երևանի քաղաքապետարանում պայքարել քաղաքապետի համար։ Այսինքն շատ ակնհայտ է դաշտը, մեկ թեկնածու կա, առաջին մնացած ուժերի առաջին համարները չկան, երկրորդ համարներն էլ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնյաներ, իրեն շնորհակալ, իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող մարդիկ են։ Ես կարող եմ այս ցանկը շարունակել, եւ այս ցանկում դուք կտեսնեք բազմաթիվ նախկին իշխանության օդիոս դեմքերի սանիկներ,
նախկին որևէ պաշտոնյաներ, դուք կտեսնեք ուրեմն հանրապետականների պաշտպանած եւ ընդդիմության ընդհանուր պաշտպանած քաղաքապետի թեկնածուներ, դուք կտեսնեք էլի ինձ հետ падգամավոր նստած այլ մարդիկ, հա, օրինակ Մարտունը Գրիգորյան, հանրապետականների, օրինակ նույն Հայաստան Դաշինքի Քոչարյանի падգամավոր Արեգնազ Մանուկյան, ուղղակի ես չգիտեմ, անգամ մեզ լսող քաղաքացիներ կարող ասեն, թե լավ, դե այս ակնհայտ ճշմարտությունները ինչի համար ես իբր նստել ասում, որովհետև սա շատ պարզ է դաշտը, եւ երբ որ դուք հիշատակում եք, որ մարզային մեր այցերը, այդ նույն մարզային այցերի ժամանակ մարդիկ են այդ մասին մեզ ասում, մարդիկ են ասում։ Այս ընդդիմադիրներից ավելի շրջահայաց ու խոհեմ ու գիտակից քաղաքական վերլուծություններ են անում ամենահեռավոր գյուղերում, համայնքներում հասարակ քաղաքացիները։ Այս ամեն ինչից հետո տենց ասել, չգիտեմ, այլ այնտեղ բան չկա, էլի անգամ ընդդիմության մեջ մրցակցություն չկա։ Մրցակցությունը սա արհեստական մի շղարշ է քաղաքացիների համար, որպեսզի քաղաքացին մտածի, այլ ես ատում եմ այսինչին, ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանին գնամ Ռոբերտ Քոչարյանին ընտրեմ, ատում եմ Ռոբերտ Քոչարյանին գնամ Գագիկ Ծառուկյանին ընտրեմ, ատում եմ Գագիկ Ծառուկյանին գնամ Սամվել Կարապետյանին ընտրեմ։ Սենց մի հատ կարուսել է, բայց որ տակը նայում ենք, այդ նույն Սամվել Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի բանը երեխայի քավորն է հարսանիքի։ Իրար մեջ ձուլված ուժեր են, որոնք ինչպես խոստացել էին 1 տարի, 1.5 տարի առաջ, Գյումրու սցենար են փորձելու իրականացնել։ Գյումրու սցենարն էլ է, որ սկզբից ասեն մենք իրար փոր ենք թափում, մենք թշնամի ենք, որևէ դեպքում մենք իրար ձայն չենք տա, որպեսզի քաղաքացին գնա եւ ձայն տա այդ մարդուն, եւ վերջում գնան եւ ձայները նվիրեն իրար, որ հիշում ենք Վարդանիկն ու Մարտունը Գրիգորյան ասում էին, որ Արյան Վրեժ բոլորը վստահ էին, այդ թվում մենք, որ անհնար է այս թշնամանքի, այս արյան վրայով անցնեն, չէ՞։ Բոլորն էին վստահ։ Եվ գյումրեցին, եթե իմանար, որ Մարտուն Գրիգորյանին տրված իր ձայնը գնալու է Վարդանիկին, մի րոպե չեմ կասկածում, որ չեր ընտրի, որովհետև ընտրել էր որպես այլ ընտրանք, օրինակ, հա։ Ենթադրենք մեզ չի ուզում, մեզ չի ընտրել է ընդդիմադիր մեկին, բայց նա չէր ընտրի, եթե իմանար նույն Վարդանիկն է։ Հիմա նույն ձև այստեղ փորձում են այդ սցենարը իրականացնել։ Սա է իրականությունը։ Եվ ցուցակի երրորդը դա 4-րդը ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանն էր, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան Դաշինքը։ Այս պարագայում, երբ որ, հա, նաև ըստ ձեր վերլուծության, որը շատ տրամաբանական է, բողոքական զանգվածի ձայները փոշյանում են, որտեվ այստեղ ինձ թվում է Գյումրիի սցենարը չի աշխատելու։ Ինչ շանսեր են ունենալու խորհրդարան անցնելու։ Այն, որ ժամանակին 21 թվականին խորհրդարան անցած ուժերը իրենց ընտրողներին խոստացել էին, դե ենթադրենք չընտրվեցին, 1 օրակարգ, դա մեծ իշխանությունից զրկելն էր, եւ այն, որ այսօր մենք նախընտրական շրջանում ենք, հերթական ընտրություններն են, 5 տարին լրացել է, լրանում է, սա ցույց է տալիս, որ իրենք իրենց 1 օրակարգը չեն կարողացել սպասարկել։ Այդ մարդիկ ուղղակի աշխատավարձ են ստացել, հիշում եք անգամ գալիս գրանցվում էին, որպեսզի աշխատավարձից պահում չլինի, աշխատավարձ են ստացել ու տենց այդ մի օրակարգն չեն կարողացել իրականացնել։ Ես ձեզ ասեմ ավելին, այդ խորհրդարանը, մեր խորհրդանի պատմությունը, որ նայում ես, շատ քիչ դեպքեր կա, երբ որ հերթական ընտրությունների է գնացել խորհրդարան, միշտ արտահերթ եղել, անգամ այս դեպքում, այդ իրենք այդ արտահերթ ընտրություններ չեն կարողացել այնպիսի իրավիճակ ստեղծել, որ գնա դրան պետությունը։ Այսինքն իրենց ընտրողը իրենցից բնականաբար հիասթափված է ու դա հասկացավ Սերժ Սարգսյանը ու որոշեց, որ իր տարբեր այդ գործընկերներին իր հնարավորությունները կբաշխի, կաջակցի, ասում եմ մենք ուղղակի չենք մասնակցի, անուղղակի կմասնակցենք, Թաթոյանն այն մնացածն է, Սամվել Կարապետյանն է, իսկ մենք նրանց ուղիղ աջակցությունը տեսել ենք ինչպես է լինում։ Հանրապետականները նաև աջակցում էին օրինակ վաղաշաբաթի ընտրություններին։ Ու մենք հիշում ենք, չէ՞, այն հայտնի դեպքը հակակոռուպցիոնի հրապարակած, որ հենց հանրապետականները 10-ից ավելի մարդ ներգրավված էր, նրանք գումար էին բաժանում, նրանց աջակցությունը այդ տիպի պետք է լինի։ Բայց Ռոբերտ Քոչարյանը էլի հավակնում է միակ տղամարդի այդ սինդրոմով,
Եվ հավանականություն կա, որ նրանք անցողիկ շեմ չեն հաղթահարի, բայց սա էլի պետք է քաղաքացին որոշի եւ ես շատ կուզենայի, որ նախկին նախագահները, նախկին իշխանությունը դուրս մղվեր այս ընտրական ողջ ներքաղաքական կյանքից, որովհետև 18 թվականին նրանք ամբողջությամբ են մերժվել։ Անվանումը մերժիր Սերժին էր, բայց ընդհանուր համակարգն ու այդ ավանդույթներն էին արատավոր մերժվում։ Հիմա այնպես է ստացվել, որ նրանք իրենց տարբեր ռեսուրսների, փողի, հա, նաև ֆակտորով կարողանում են որոշակի վերարտադրվել։ Ես շատ կուզենայի, որ նրանք երկուսն էլ դուրս մղվեին, բայց որ նայում ենք այլընտրանքները, այդ նույն օրինակ Սամվել Կարապետյանի ուժը, այդ նույն Գագիկ Ծառուկյանի ուժը, այդ նույն Թաթոյանը իր այդ ընկերներով, բան նախկին են նույն։ Եվ այդ նույն Սամվել Կարապետյանի ցուցակը, որ նայում ես, ինչքան անտեր, անտիրական, թափառաշրջիկ, տենց անգլուխ, ուժեր, անհատներ քաղաքական կան, սա քաղաքական գնահատական է, էլի, խնդրում եմ չվիրավորվել։ Ֆիզիկական։ Քաղաքական անգլուխ, քաղաքական անտեր, քաղաքական թափառաշրջիկ կա, հավաքվել է այդ ցուցակի մեջ։ Այդտեղ ոչ նոր ուժ կա, ոչ նոր մարդիկ կան, ոչ էլ իրենց ասած մաքուր ձեռքերն են։ Այնտեղ ամենաառաջին հենց իրենց թեկուզ Նարեկ Կարապետյանի հորը նայենք, թեկուզ Սամվել Կարապետյանին նայենք, նրանք են մաքուր ձեռքերով, հա։ Թե գիտեն, թե այդ Կանզաս, ոնց էր այդ Կանդասը, թե Կանդասն է մաքուր ձեռքերով։ Մաքուր ձեռքերով է Կանդասը, որ իրենց ցուցակում է, իրենց պաստառների հերոսն է։ Կանդասին ես ուզում եմ հիշեցնել, որ մարտի 1-ին Ղարաբաղից հրամանագրով բերվել էր Հայաստան, որպեսզի կրակեին քաղաքացիների վրա, Կանդասին էին բերել։ Նա է մաքուր ձեռքերով, թե արյունը կեղտոտության մասին չի խոսում ձեռքերի, ինչ նկատի ունեն, որ ասում են մաքուր ձեռքեր, նկատի ունեն ուղղակի արիստոկրատ, մարդիկ, որոնք երբեք հողին չեն կպել, չգիտեմ, կոշկակար չեն եղել, տարբեր աշխատանքներ չեն արել, որ իրենց ձեռքերը հանկարծ ֆիզիկապես կեղտոտվի, թե կեղտոտ ձեռքեր նկատի ունեն արյունը։ Ես կեղտոտ ձեռքեր ասելով նկատի ունեմ արյունը, գողոնը, կոռուպցիան։ Եվ իրենց ցուցակին, որ նայում ես, դժվար է գտնել մի հոգի, որը կապ չունի այդ ամեն ինչի հետ։ Էլ չեմ ասում հիմա դուք տեսնում եք, թե ինչքան է այդ կոռուպցիոն դեպքերը, ինչքան են այդ փող բաժանելը։ Հա, ձայնագրությունները խայտարակ վիճակ է, խայտարակ վիճակ։ Եվ ես ուզում եմ նաև իմ գնահատականի խոսքերն ասեմ մեր համակարգին, որովհետև մենք 21 թվականին այսքան պատրաստված չէինք փաստորեն, որովհետև հիմա հետո մենք արդեն ընտրությունից հետո իմացանք, որ նման դեպքեր են եղել։ Իսկ մենք այսօր ամեն օր մի նոր սկանդալ ենք տեսնում։ Եւ հետո թաքնվում են կանանց ետևում, ինչքան կերակրող մայր կա, ինչքան կին կա, մղում են դեպի բազմազավակ ինչ-որ մայր բան, մղում են առաջի պլան ընտրակաշարք բաժանելու, որպեսզի իրենք ուժեղ տղաներով, կանանց ետևում թաքնվելով, գան հավակնեն իշխանության։ Բայց Տիկին Հակոբյան, այդ վստահությունը լավ բան է, բայց մի քիչ նմանվում է ինքնավստահության։ Տեսեք, թե որքան խոսակցություններ կան, որ հնարավոր է բերվեն նաև Ռուսաստանից մեր հայրենակիցներ, ովքեր կգան, կմասնակցեն թե ընտրական գործընթացներին, թե հետընտրական հնարավոր ինչ-որ զարգացումներին, մի քիչ շատ չեք ինքնավստահ։ Այն, որ նման գործընթաց կա, մենք նաև սա պաշտոնապես գիտենք, այն, որ նաև ապօրինի մեծ գումարներ են փորձում Հայաստան բերել, սա եւս գիտենք, որովհետև կա համապատասխան մարմինների հայտարարություն, որովհետև դեպքեր կան բացահայտված, բայց վստահ եմ դեպքեր էլ կլինեն, որ դեռ չեն բացահայտվել կամ չեն էլ բացահայտվի, որովհետև այդպեսին է, հա, անձագործությունների 100% բացահայտելիությունը մի քիչ իրատեսական չի, բայց շատ ցանկալի է։ Եվ մենք գիտենք, որ այս գործոնները փորձելու են գործի դնել, բայց ես նաև վստահ եմ, որ մեր քաղաքացիները գալու են եւ որոնք որ տեղյակ չեն, թե Հայաստանում ինչ է փոխվել, դեռ տեղյակ չեն, գալու են ու տեսնելու են այդ փոփոխությունը ու ես վստահ եմ, որ իրենց ձայնը չեն տալու այն ուժին, ով իրենց բերել է Հայաստան։ Ես նաև ուզում եմ ասել, որ շատերը արդեն կողմնորոշված են գալու եւ միգուցե այդ հնարավորությունն օգտագործեն այդպես կան նրանց
միջոցներով։ Բայց ես ուզում եմ այդ քաղաքացիները տեղեկացնեմ, որ իրենք նման կերպով հանցագործության մաս են դառնում ու հնարավոր է որ Հայաստան մուտք գործելիս խնդիրներ ունենան։ Ես չեմ ուզում որ մեր քաղաքացիները խնդիրներ ունենան։ Ես ինչպես ասացի, մեր իրավապահ համակարգը շատ լավ է գործում եւ ես չեմ ուզում որ նման իրավիճակ լինի, որ 2 կոպեկի համար հանկարծ մարդիկ այստեղ խնդիր ունենան։ Դա էլի հանցագործություն է, ոչ միայն փող բաժանել, այլ փող վերցնելը եւ ուղիղ ուրեմն պատժելի արարք է եւ մեր քաղաքացիները պետք է սրա մասին իմանան եւ հաշվարկեն այդ ռիսկը, նոր գնան այդ քայլին, եթե ուզում են գնան այդ քայլին։ Ի վերջո կարելի է նաեւ մեր հայրենակիցներին հուշել, որ եթե անգամ ստիպված եք համաձայնել կամ վերցնել այդ գումարը, ապա հանգիստ կարող եք մտնել քվեախցիկ։ Այդ մեր քաղաքացիները գիտեն, այո։ Այդ մեր քաղաքացիները գիտեին անգամ նոր խորամանկ տրիկ է, այսպես ասած։ Գիտեին եւ ես շատ մարդիկ կան, որ չգիտեմ, մի քանի ուժից էին անգամ այդ շահագրգռումը ընդունում եւ գնում էին եւ որևէ մեկին չէին ընտրում։ Շատերը այն ժամանակ իհարկե խափնվում էին, որ չեմ գրիչի ծայրին կամերա կա, ինչ որ մի կերպ իմանում է։ Վերևի կամերան իրենց հասանելի է։ Բաներ էին տարածում, որպեսզի մարդը վախենար եւ ընտրեր, բայց այսօր ավելի ինֆորմացիան ավելի հասանելի է բոլոր քաղաքացիներին եւ մեր 18 տարեկանից մինչեւ ամենա տարիքով հասակով ավակ քաղաքացին գիտի, որ ինքը քվեախցիկում մենակ է իր խղճի հետ ու ես չեմ պատկերացնում մարդը գնա, երիտասարդը գնա եւ որոշի, որ ինքը ընտրում է ոչ թե խաղաղությունը, այլ պատերազմը ու գնալու է զոհվելու։ Ես չեմ պատկերացնում, որ այն մեր հայրենակիցը ավակ սերնդի, որը մի քանի պատերազմ է տեսել, ուզելու է այդ ամեն ինչը նորից տեսնել, նա վստահաբար էլի ընտրելու է խաղաղությունը։ Եվ իհարկե շատ հետաքրքիր էր նաև այս վերջի ոդքասթում Ռոբերտ Քոչարյանի այն միտքը, որ թրիպը կարող է լինել, բայց կարող է լինել ռուսների իրականացմամբ ու մասնակցությամբ։ Հիշում եք Վլադիմիր Պուտինն ասում էր ոչ թե մեկ ուժ կա, այլ ուժեր կան Հայաստանում ռուսամետ, որոնք ուզում են իշխանություն լինել։ Մենք մեկի մասին գիտենք, որտեղ կոնկրետ ռուսական անձնագիր եւ այլն, բայց մյուսների մասին ուժեր է ասել, կարելի է ենթադրել ով է եւ վստահաբար դա եւ Ռոբերտ Քոչյանն է, եւ Գագիկ Ծառուկյանն է, դուք բոլորի խոսքը լսեք։ Ասում են այո, խաղաղություն, բայց երաշխավորված ում կողմից մեր ամենամոտ դաշնակցին։ Ով է ամենամոտ դաշնակիցը, դարերով մեր ամենամոտ դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս է պատասխանը։ Այսինքն այդ մարդկանց ցանկությունը այն է, որ իրանք ունենան հնարավորություն ներգրավելու Ռուսաստանի Դաշնությանը մեր բոլոր նախաձեռնություններում։ Ռուսաստանը բավարար ներգրաված է Հայաստանում եւ դա այն պայմանագրերով է, որոնք կնքվել է նախորդիվ տասնամյակներում։ Դա կլինի այդ Գազպրոմի պայմանագիրը, որով մեր ողջ այդ համակարգը ռուսական ազդեցության տակ 100%-ով դրվեց Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ջանքերով։ Դա ինչու ոչ նաեւ գազամուղն է Հայաստան-Իրան, որը եւս ամբողջությամբ նրանց տիրապետման տակ է։ Դա տարբեր Հրազդան այդ ջեկի էներգաբլոկը, ինչպես հիշում եք, Գույք պարկի դիմացով տրվեց, ամբողջությամբ ներգրաված է Ռուսաստանը Հայաստանում։ Դուք գիտեք, որ մեր սահմաններին ռուս սահմանապահներն են, մենք իհարկե շնորհակալություն հայտնելով այսքան տարի մեզ աջակցելու համար, մենք նրանց ռուս խաղապահներին փոխարինում ենք մեր հայ սահմանապահներով եւ նաեւ անցակետերում Զվարթնոցից միջև օրինակ չեմ Իրանի հետ սահմանային անցակետ եւ մենք այս գործընթացը շարունակական է լինելու ու սա է ինքնիշխանությունը, սա է մեր լեգիտիմությունը, սուվերենությունը, որը ամենամեծ երաշխիքն է, սուբյեկտայնությունը նաեւ, որը ամենամեծ երաշխիքն է խաղաղության։ Այսօր ասում են լավ, ով է խաղաղության համաձայնագիրն է պահպանելու մեր անվտանգությունը, զենքն է պահպանելու մեր անվտանգությունը, ով է պահպանելու, ինչ որ ուրիշ երկիր է պահպանելու մեր անվտանգությունը։ Մենք ասում ենք, մենք
դժվար կարողանանք լինել ամենազինվածը, որ պատերազմի ժամանակ հաղթենք, ամենաշատ զինվորներ ունեցողը եւ ամենաուժեղ երաշխավոր ունեցողը եւ այլն։ Ամենակարևորն է, որ դու ունենաս այն լեգիտիմությունը, որը մոտ չի թողնում այլ երկրներին դեպի քո սահման ագրեսիվ ցանկություններով։ Այսինքն այդ զորքը չի գալիս եւ կուտակվում քո սահմանին, որ մի հատ էլ երաշխավորը զանգի, զինվորը կռվի, զենքը կրակի։ Մենք նաեւ հայտարարել ենք, որ մեր սպառազինությունը, այդքան որ մենք արագ տեմպերով ձեռք ենք բերում, դա հարձակվելու համար չէ, դա պաշտպանողական է։ Մենք պաշտպանելու ենք մեր սահմանը ցանկացած ուղղությունից եկող այդ ագրեսիայից։ Այնպես որ մեր լեգիտիմությունն է, մեր ամենամեծ երաշխավորը մնացած խաղաղության համաձայնագիրը, շատ կարևոր քլիպը, նաև դե ժողովրդավարությունը իհարկե դա պահպանում է նաև այդ խաղաղության, բայց ուղիղ խաղաղությունը սա շատ հիմնավոր կարևոր բան է, որպեսզի զենքը չկրակի, զինվորը չզոհվի, տարբեր երաշխավորներ նաև իրենց պետության շահը ներառելով չզանգեն ու բան չանեն, չփորձեն պաշտպանել Հայաստանը։ Իհարկե մենք համագործակցում ենք տարբեր երկրների հետ եւ դուք տեսնում եք թե որքան ենք նաև ամրապնդում ու խորացնում ու ավելի բարձր լեվելի հասցնում մեր հարաբերությունները տարբեր երկրների հետ, բայց սրանք ոչ թե ուրեմն գոյատևելու համար է, այլ զարգանալու, ինչպես տեսնում եք, մենք տարբեր օրակարգեր ունենք տարբեր երկրների հետ, որոնք Հայաստանը զարգացման են տանելու, որպես օրինակ Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունը, որի արդյունքում մենք թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե ռազմական համագործակցության, մենք տարբեր համագործակցություններ ունենք, փաստաթղթեր են ստորագրվել, այսինքն մեր համագործակցությունը ոչ թե նրա համար որ Միացյալ Նահանգները զանգի եւ զորքը հետ գնա թշնամու, այլ նրա համար է, որ Հայաստանը զարգանա, որտեղ այդ զորքը մոտիկ չի գալու, որտեղ մենք լեգիտիմության շրջանակում ենք գործում։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան, մեր եթերաժամը սպառվեց, ցավոք հարցերը դեռ շատ կային։ Հաջորդիվ։ Հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ամենայն բարիք ձեզ։